Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Սուրեն Պապիկյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Զինված ուժերի ԳՇՊետ Էդվարդ Ասրյանն էլ ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան գործակցության առնչվող հարցեր։ Կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև նոր գործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Վագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Ազգային ժողովի նիստը կրկին անցել է փոխադարձ սուր հայտարարությունների, մեղադրանքների ու հակադարձությունների ուղղությամբ։ Բանավեճը մի պահ հասել է նույնիսկ պոեզիայի եւ Ալֆրեդի սենյակի թեմային։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական թեմաների, ՀԱՊԿ-ի հետ ունեցած հարաբերությունների, ակնկալիքների եւ հետագա անելիքներին։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք։ Երաժշտություն, արվեստ, հայկական համեր, ստեղծարարություն եւ հազարավոր այցելուներ մեկ վայրում։ Դիլիջանում առաջին անգամ անցկացված Armatfest 2026-ը քաղաքը վերածել է ժամանակակից հայկական մշակույթի մեծ եւ գունեղ հարթակի։ Սուրեն Պապիկյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, 3 օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգը։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի ԳՇՊետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը այսօր ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Սինգին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան գործակցության առնչվող մի շարք հարցեր։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև նոր գործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։ Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողի մահվան դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 3-րդ կետերով։ Նա կալանավորվել է, նշել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը պատասխանելով բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին հարցին հայտարարել էր. «Ես որոշումը կայացրել եմ ռազմական ոստիկանությունում կունենանք փոփոխություններ, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություններ կունենանք եւ մանրամասն կվելուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք»։ Զսպեք ձեր միջի պոետներին, մեր մեջ հոգու եւ մարմնի բժիշկներ կան, զգույշ խոսեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Ազգային ժողովի նիստը այսօր անցել է փոխադարձ սուր հայտարարությունների, մեղադրանքների ու հակադարձությունների ուղեկցությամբ։ Քննարկումների կենտրոնում էին հետցի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունը, իշխանության քաղաքականությունը, նաեւ Փաշինյանի ընտրած քաղաքացիների հասցեին հնչեցրած գնահատականները։ Բանավեճը մի պահ նույնիսկ հասել է պոեզիայի եւ Ալֆրեդի սենյակի թեմային։ Ուշագրավ մանրամասները տեսանյութում։ Ազգային ժողովի նիստն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական բանավեճի թե շարթակ, քան սովորական օրենսդրական քննարկում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորների միջև փոխադարձ մեղադրանքները մի քանի անգամ վերածվեցին սուր փոխհրաձգության։ Վեճի պատճառ դարձան նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր ավելի քան 726,000 ձայն, ապահովելով խորհրդարանական մեծամասնություն։ Ուժեղ Հայաստանը նույնպես խորհրդարանում ներկայացված ուժերից է։ Անդիմադիր Ուժեղ Հայաստանի падգամավորների կողմից հնչած քննադատություններին արձագանքելով Վահագն Ալեքսանյանը հայտարարեց. «Պետք է զգույշ խոսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, նկատի ունենալով Փաշինյանին ընտրած 100,000-ավոր քաղաքացիներին»։ Ուժեղ Հայաստանը այսպիսով պետք չէ արդեն առանձնացնել որևիցե մեկին, սա ակնհայտորեն կուսակցության ու դաշինքի դիրքորոշումն է, հարգելի գործընկերներ, փաստացի սրանով աննորմալ է անվանում Հայաստանի Հանրապետության 720,000-ից ավել քաղաքացու։ Այս մարդկանց դիրքորոշումը դա է, այս մարդկանց մոտեցումը դա է։
որ նորմալ մարդը ուղղակի չէր կարող չընտրել Սամվել Կարապետյանին։ Նորմալ մարդը պիտի ընտրեր Սամվել Կարապետյանին, իսկ ով էլ որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ 720,000 մարդը աննորմալ են այս մարդկանց պատկերացնում։ Երբ որ քաղաքական ուժը առհասարակ մտածում է, որ ինքը կարա 730,000 հոգու աննորմալ անվանի, հարգելի գործընկերներ, թույլ տվեք պնդել, որ դա արդեն իսկ աննորմալ է։ Դուք այստեղ շատ լավ օրինակներ ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ժեղ, օխլոս, նմանատիպ բաներ անվանած խմբակցության ներկայացուցիչների։ Ռուբեն Ռուբինյանի արձագանքը նույնքան կոշտ էր, խորհրդարանի նախագահողը մի քանի անգամ կոչ արեց զսպել պոետներին, ակնարկելով ընդդիմադիր պատգամավորների ելույթների ոճը։ Ազգային ժողովի նիստերը Ալֆրեդի սենյակի են վերածվում, հայտարարեց Ռուբինյանը, նշելով, որ իշխանական խմբակցությունում այլ մարմնի եւ հոգու բժիշկներ կան։ Ես կարծում եմ, ձեզ հարց տվող հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացած խմբակցության տարատեսակ պոետներով եւ ճարտար լեզվի տիրապետողներով, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է. պոեզիան կամ ընդունելի է, որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները, այդ թվում ձեզ հարց ուղղող գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտածածին կերպարների հետ։ Եթե ընդունելի չի, ես հորդորում եմ ձեզ հարց տված հարգարժան պատգամավորին, իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, բացարձակ իրանք բոքսի տանձիկ չեն, եւ ես կհոգամ, որպեսզի բոքսի տանձիկի չվերածվեն ստեղ, հորդորեն, որ այդ պոետիկ իրանց զեղումները իրանց տանը գնան, բան անեն, պատմեն իրենց բարեկամներին։ Հեծի շուրջ վեճը եւս տեղափոխվեց քաղաքական դաշտ։ Վարդևանյանը պնդեց, որ Ռոմանոս Պետրոսյանը Սամվել Կարապետյանի միջոցներից է վարձատրվում, հարցնելով այդ դեպքում խնդիրը որն է։ Քաղաքացիական պայմանագրից էլ Նազելի Բաղդասարյանը հակադարձեց։ Ռոմանոս Պետրոսյանի բացահայտումները ընդդիմության համար դարձել են մղձավանջ եւ նրա անունը հիշատակելիս ընդդիմադիրները ջղաձգվում են։ Փաստորեն պարոն Պետրոսյանի անուն լսելը տարօրինակ ջղաձգումներ են առաջացնում ուժեղ Հայաստանում։ Հանդարտվեք։ Փաստորեն այն հանգամանքը, որ մենք խոսում ենք տարբեր հավելագրումների մասին, եւ դպրոցներ, մանկապարտեզներ, զորամաս, պարզվում է անգամ 102 ռազմաբազա, դուք ասում եք մենք կապ չունենք։ Այդտեղ գործել է պարոն Ղազարյան, հստակ համակարգ, որովհետև ինչպես գործընկերս ճիշտ նկատեց, չեն եղել բարձրաձայնումներ։ Տես մատնանշում եք, որ դուք Գյումրիում մեկ մանկապարտեզի հետ կապված խնդիր է եղել, դեպքին ծանոթ չեմ, բայց մենք չենք վարանել եւ այդ մասին խոսել ենք եւ այժմ քրեական գործընթաց է տեղի ունենում։ Իսկ ինչու դուք չեք խոսել։ Որովհետև տարիներ շարունակ Հայաստանում գործել է մի համակարգ։ Կներեք օտարահունչ բառի համար արենդատորների համակարգը, որոնք տարբեր ժամանակահատվածներում, հատկապես ընտրական գործընթացներում, ձեզ եւ ձեզ հարող քաղաքական ուժերին ծառայություն են մատուցել։ Վահագն Ալեքսանյանն էլ հիշեցրեց 2020 թվականի գրառում, որտեղ Սյուզաննա Ավետիսյանը հեծը բնորոշել էր որպես ամենավատ մոնոպոլ կազմակերպություն, այնուհետև ԽՊ խմբակցությունը Սիսակ Գաբրիելյանին առաջադրեց ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Գաբրիելյանը հայտարարեց, որ առաջադրումը ոչ միայն պատիվ է, այլև նախորդ 5 տարիների աշխատանքը գնահատելու եւ հաջորդ 5 տարիների համար պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն։ 2021 թվականին, երբ ստանձնում էի ես պաշտոնը, մենք մի իրավիճակում էինք, երբ երկիրը շուրջ 6 տարի չուներ կրթության զարգացման պետական ռազմավարություն։ Այսօր մենք ունենք մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիր, մշակույթի եւ սպորտի ռազմավարություններ, ինչպես նաեւ մի շարք համակարգաստեղծ օրենքներ։ Ընդունվել են թանգարանների մասին, մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին, երիտասարդական քաղաքականության մասին օրենքը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձ է կատարել ներքաղաքական ու արտաքին քաղաքական թեմաների, ՀԱՊԿ-ի հետ ունեցած հարաբերությունների, ակնկալիքների եւ հետագա անելիքների մասին։ Վերջինս նշել է, որ ՀԱՊԿ-ը ժամանակին չի կատարել իր պարտականությունները եւ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է հարաբերությունները այդ կառույցի հետ։
Ըստ կանոնակարգ օրենքի ազգային ժողովի ձևավորելուց հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը ազգային ժողովում պետք է իր ծրագիրը ներկայացնի, սակայն քանի դեռ ամբողջությամբ չի ձևավորվել ազգային ժողովն իր բնական գործունեությունը ապահովելու համար, գուցե լինեն կառավարության ծրագրի ներկայացման օրերի որոշակի տեղաշարժեր։ Այս մասին ասաց ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը, ով սակայն նշեց, որ կդժվարանա որևէ հստակ օր նշել։ ԿՊ պատգամավորը խոսեց նաև վերջին շրջանում ՀԱՊ քննարկումների մասին։ Անդամ պետությունները վերջնաժամկետ են ներկայացրել, որպեսզի Հայաստանը իր որոշումը կայացնի։ Հակառակ դեպքում հնարավոր է նոյեմբերին կայանալիք նիստի ընթացքում Հայաստանին հեռացնեն եւ զրկեն ձայնի իրավունքից։ Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր հարաբերությունները այդ կառույցի հետ, ինչը ունի իր հիմնարար պատճառները։ Մեր դիրքորոշումն հետեւյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Արթուր Հովհաննիսյանը ընդգծեց, որ ՀԱՊԿ կողմից վերջնաժամկետի ներկայացման որպես անդամ պետության ձայնի իրավունքից զրկելու ՀԱՊԿ հայտարարությունների մասին Հայաստանը կքննարկի եւ հավուր պատշաճի կարձագանքի այն ժամանակ, երբ կառույցը պաշտոնապես հանդես կգա նման հայտարարությամբ։ Հարցին թե արդյոք Հայաստանը այլ ռազմական կառույցների անդամակցելու տեսլական եւ մտադրություն ունի, Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին երբևէ քննարկում տեղի չի ունեցել։ Ըստ նրա, ներկայումս Հայաստանը կենտրոնացած է իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վրա, իսկ անվտանգային առումով չնայած կնքված ռազմական եւ ռազմավարական պայմանագրերին, մեր երկիրը ձգտում է ունենալ սեփական ռազմաարդյունաբերությունը, որի ուղղությամբ էլ հսկայական քայլեր են կատարվում։ Հայաստանի Հանրապետությունն ամեն բան անում է, որ ուրեմն սեփական ռազմաարդյունաբերություն ունենա, ինքը իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ ապահովի իր ուրեմն անվտանգությունը եւ ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս, թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ռազմական։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը խոսեց նաև օրերս համացանցում օգտատերերի կողմից լայն տարածում գտած տեսանյութի մասին, որտեղ երևում էր, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում Արմավիրի մարզի երկու քաղաքացի, որոնք գտնվում էին ֆիզիկական եւ հոգեբանական ծայրահեղ վիճակում։ Հովհաննիսյանը ընդգծեց, որ ցավոք երկրում դեռ հաղթահարված չի ծայրահեղ աղքատությունը, ըստ նրա թեև այն նվազել է, բայց կառավարությունը ամեն ջանք ներդնում է, որ այն դառնա զրոյական։ Ծայրահեղ աղքատության շեմն նվազել, պետք է ցավով արձանագրենք, որ այն ամբողջությամբ հաղթահարված չէ, բայց մեր ծրագրերն ուղղված են ուրեմն ծայրահեղ աղքատության շեմը զրոյացնելուն եւ աղքատության շեմը հնարավորինս նվազեցնելուն, եւ մենք այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են։ Հերիք են այդ ծրագրերը, կարծում եմ ոչ, ելի պետքա ծրագրեր անեն, լավ են իրականացում այդ ծրագրերը, միշտ կարելի է ավելի լավ իրականացնել այդ ծրագրերը։ Լինելու են որևէ երկրում աղքատ մարդիկ, ցավոք միշտ լինելու են աղքատ մարդիկ, բայց մենք պետք է այնպես անենք, որ ծայրահեղ աղքատության շեմ Հայաստանի Հանրապետություն չլինի, Հայաստանի Հանրապետությունում չլինեն քաղաքացիներ, որոնք ունեն օրվա հացի խնդիր, բժշկական ծառայություններից օգտվելու խնդիր, կրթությունից օգտվելու խնդիր։ Արթուր Հովհաննիսյանը խոսեց նաև խորհրդարան մարկա լարվածության մթնոլորտի մասին։ Նրա պնդմամբ թեև աշխատանքները մինչ այժմ ընթանում են հանգիստ մթնոլորտում, սակայն կա լարվածություն ուժեղ Հայաստան խմբակցության որոշ падգամավորների ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած վիրավորական հայտարարություններից եւ վարքագծից հետո։ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը մեկնաբանել է Հայաստանում տվյալների կենտրոն ստեղծելու ծրագրերը, նշելով, որ այն կարող է դառնալ Միացյալ Նահանգների գլոբալ թվային ենթակառուցվածքի տարածաշրջանային տարր։ Ըստ նրա խոսքը պարզապես տվյալների պահպանման օբյեկտի մասին չէ, կենտրոնը կարող է օգտագործվել արհեստական բանականության համակարգերի եւ այլ ծրագրերի աշխատանքի համար։ Այս ծրագրերի կառավարումը, ինչպես նախկինում իրականացվել է Միացյալ Նահանգներից։ Հայաստանը հանձն է առնում ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ այլ տեխնիկական միջոցներ, որոնք ապահովում են դրանց գործունեությունը, նշել է Զուլֆուգարովը։ Նրա կարծիքով նման երկրների համար տվյալների կենտրոնները կարող են դառնալ էներգառեսուրսների արտահանման նոր ձև։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձիկ ձևականորեն գրանցած ընկերության անունից առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման դուրս են գրել հարկային հաշիվներ։ Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք։ Մանրամասները տեսանյութ։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման դուրս են գրել հարկային հաշիվներ։ Ձեռքբերված տվյալների համաձայն կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա, հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են ընկերություններ։ Վերջիներս չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ եւ շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի սկզբնական օղակում ներգրաված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղարկում ընդգրկված տնտեսվարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։ Միաժամանակ սխեմայի սկզբնական օղակում ներգրաված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ, չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակներում ներգրաված տնտեսվարողների մոտ հաշվանցման ենթակա գումարների արկայության պատճառով որպես կանոն հարկային պարտավորություններ չեն առաջացել։ Պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվար նկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ, պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր կազմելու ու տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Պետական եկամուտների կոմիտեն հարկճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի եւ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու, իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև է շարժման շրջանակում նոր տեսաուղերձով բարձրաձայնել է ընտանեկան բռնության խնդրի եւ հասարակությունում բռնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտության մասին։ Հրապարակված կարճ տեսանյութը թեմայի շուրջ նախատեսվող ավելի լայն հաղորդակցական նախաձեռնության դեռ միայն առաջին հոլովակն է։ Առաջիկայում նույն թեմայով կհրապարակվի նաեւ տեսանյութերի շարք։ Տեսաշարի նպատակն է ոչ միայն խնդրի մասին խոսել, այլև դրա շուրջ ավելի լայն հանրային եւ մասնագիտական քննարկում ձևավորելը, նպաստելով բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը եւ ընտանեկան բռնության քրեականացմանը։ Նախաձեռնության հիմնական ուղերձն է բռնությունը չի կարող լինել սիրո, ընտանիքի կամ ուժի դրսևորում եւ այն չպետք է ընդունվի կամ արդարացի որևէ հանգամանքով։ Իսկ երկարաժամկետ նպատակը ընտանեկան բռնությունը առանձին հանցակազմով քրեականացնելու հարցը հանրային եւ մասնագիտական օրակարգ բերելն է։ Բռնությունը ծնվում է տգիտությունից։ Բռնությունն արատ է։ Այն թուլամորթության արդյունք է եւ ոչ երբեք ուժի։ Բռնությունն ու սերը չեն կարող նույն հարկի տակ ապրել կողք կողքի։ Եվ մեր ընտանիքները չեն կարող բռնության մշակույթի օրրան լինել։ Սիրելի կանայք, այլևս չենք հանդուրժում։
Եվրամիությունը պատրաստվում է աշտանը զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գերմանական Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը։ Կալասի խոսքով նախատեսվողը Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր պատժամիջոցների ամենալայն ցանկն է լինելու, եթե այն հաստատվի ԵՄ բոլոր 27 երկրների կողմից, պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների, ընկերությունների եւ կազմակերպությունների թիվը միանգամից մոտ 1/3-ով կավելանա։ Թե կոնկրետ ինչ նոր սահմանափակումներ են նախատեսում, Կալասը չի մանրամասնել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Հարյուրավոր մարոկացի միգրանտներ բողոքի ակցիա են անցկացրել իսպանական Սեուտայում, պահանջելով թույլ տալ իրենց մնալ այնտեղ։ Միգրանտները փողոց են դուրս եկել Իսպանիայի դրոշներով եւ մենք չենք ուզում վերադառնալ Մարոկո ու մենք նույնպես մարդիկ ենք գրության պաստառներով։ Նրանցից շատերն այժմ ապրում են լողափերին եւ քաղաքի ծայրամասերում, սպասելով մայրցամաքային Եվրոպա հասնելու հնարավորության։ Վերջին տվյալներով ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում օրեր շարունակվող ուժեղ փոթորիկներն ու ռեկորդային տեղումները առնվազն 7 մարդու մահվան պատճառ են դարձել։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է կենտրոնական Ինդիանայում, հատկապես Ինդիանապոլիսի շրջանում։ White River գետը հասել է ռեկորդային մակարդակի, առաջացնելով լայնածավալ հեղեղումներ եւ հարյուրավոր մարդկանց տարհանում։ Որոշ վայրերում 2 օրվա ընթացքում տեղացել է ավելի քան 28 սանտիմետր անձրև։ Ջամալ Մուսիալան օգոստոսի 15-ին Բավարիա RB Leipzig նախամրցաշրջանային խաղի վերջնամասում կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը։ Դեպքը տեղի է ունեցել ուժեղ շոգի պայմաններում մոտ 33 Ցելսիուս ջերմաստիճանի դեպքում։ Մուսիալան դրանից քիչ առաջ խփել էր Բավարիայի 3-րդ գոլը։ Երբ նա կորցրել է հավասարակշռությունը, թիմակից Իսմայել Սայբարին արագ մոտեցել եւ բռնել է նրան, որպեսզի ֆուտբոլիստը ծանր չընկնի։ Բժիշկները զննել են Մուսիալային եւ նա կարողացել է սեփական ուժերով լքել խաղադաշտը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերելու Եվրոպայի պատրաստակամության մասին։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ տեղեկացրել, որ Եվրամիությունը պատրաստ է գործարկել Կոպերնիկուս արբանյակային ծրագիրը, որը նողափրկարական աշխատանքներին աջակցելու համար։ Վերջին տվյալներով Ինդոնեզիայի Ֆլորեսի շրջանում 7.7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ։ Թողարկման այս հատվածում սփյուռքահայ բանաստեղծուհի Գեղանուշ Աբրամյանի հետ քննարկել ենք Եվրոպայում բնակվող հայ ստեղծագործողի խնդիրներն ու մարտահրավերները։ Բարեկո Տիկին Աբրամյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, շատ ուրախ եմ հյուրընկալվելու ձեր տաղավարին։ Ես ուզում եմ մեր հարցազրույցը սկսենք ամենակարևոր կետից։ Մարդ, որը ապրելով Հայաստանում, ծնվելով Արցախում, սովորելով եւ իր կենսագործունեությունը ծավալելով Հայաստանում, հայտնվում է եվրոպական զարգացած երկրում, Չեխիայում, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բնակություն է հաստատում եւ սկսում է ստեղծագործել։ Ստեղծագործում է այնպես, որ օրեր անց նրա գրքի եւս որերորդ գրքի, երկրորդ գրքի շնորհանդեսն է լինելու։ Այդ թեմայով ենք խոսելու, թույլ տվեք անցնել շատ սիրելի Գեղանուշ, անվանը, Գեղանուշ ջան, իսկապես շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեզ մոտ եւ նորաթուխ բանաստեղծուհի, որը խոսում է հայրենիքի մասին, խոսում է հայրենիքի սիրո մասին եւ ինչ կապված է հայրենիքի հետ։ Ինչպես սկսվեց եւ ինչպես որոշեցիք այստեղ ստեղծագործելուց անց անցնել պրոֆեսիոնալ հարթակի արդեն եվրոպական երկրում։ Խնդրեմ։ Շատ բարի, իդեպ եթե կարելի է նորաթուխ բառին ինչ որ չափով համամիջեմ, որովհետև առաջին գիրքս տպագրվել է 20-23 տարի առաջ։ Նորաթուխ նկատի ունեմ պրոֆեսիոնալ հարթակում, որտեղ արդեն ճանաչում են ձեզ որպես բանաստեղծուհի, առաջին քայլն արած, բավականին լուրջ քայլ արած։ Շնորհակալ եմ, այո, իհարկե եղել են դադարի պահեր, բայց ավելի բուռն սկսել եմ ստեղծագործել արդեն տարիներ առաջ Եվրոպայում, ինչ ասեմ,
Ինչպես ստացվեց, որ հենց Եվրոպայում սկսվեց, հա, հայրենիքի հանդեպ կարոտներ, ինչն էր, այ մի փոքր մանրամասն։ Իհարկե հայրենիքի հանդեպ կարոտը ավելի հեռվում հայրենիքից հեռու, ավելի այսպես ասած բորբոքվում։ Ամեն մի եւ ունեմ մի բանաստեղծություն, որ լավաշ բառից էլ շիկնում ես, հայերեն ինչ որ տառից շիկնում ես, օրինակ եթե լինում եմ շրջայցով ինչ որ տեղեր եվրոպական մեկ ուրիշ երկրներում եւ հայերենով ինչ որ բան եմ տեսնում, ապշում եմ եւ սիրտս թրթռում է մեկ ուրիշ ջերմությամբ, ինչը Պրահայում ավելի քիչ է հնարավոր հանդիպել, իդեպ որտեղ համայնքների տարբերությունը այնուամենայնիվ մեծ է եւ կա, ընդհանրապես եթե սիրտը բաբախում է հայրենիքով նաեւ, բնականաբար մեր օրերում չկան արգելքներ, հա, ստեղծագործելու, դու ես քո համակարգիչը, դու երկինքը եւ օրհնությունը, ինչ ասեմ, այնպես որ Սիրելի Գեղանուշ, եկել եմ քնարովս, հա, ժողովածուն է լույս տեսնում, ամսի 21-ին շնոր հանդեսն է, իդեպ հարգելի հեռուստատիտողներ կարող եք գնալ, մասնակցել հայ հանրությունը, ընթերցասեր հանրությունը կարող է ազատ է, ես գիտեմ մուտքը, ինքս նույնպես հրավիրված եմ սիրով ներկա լինելու, այ մի փոքր հա ժողովածուի մասին եկեք խոսենք, ինչպես ծնվեց գաղափարը եւ ինչի մասին է։ Շատ բարի, ժողովածուն կազմված է 10 գլուխներից իդեպ եւ կան եւ հոգեվոր եւ հայրենական եւ ծնողական եւ կա սրտամանից, կա սրտի եղանակ, տարբեր մարդկային հարաբերությունների մասին շատ, բոլորը իհարկե կենսափորձից ծնունդ առած ստեղծագործություններ են։ Ինքո սեփական պրիզմայով անցրած բաներ, ոչ թե ինչ որ գեղեցիկ, որտեղ տեսնում եմ որ մարդիկ կան գեղեցիկ երևալ համար, հնչելու համար բաներ են գրում ու հոգին արհեստացին է։ Իմ բոլոր ստեղծագործությունները իմ զավակներն են, օրվա ծնունդները, օրվա հարաբերություններից ծնված ստեղծագործություններ, դրա համար այն անվանվել է եկել եմ քնարովս, այսինքն իմ սրտի երգերով։ Քնարը կարող է մի օր ուրախ հնչել, մի օր տխուր, մի օր ինչևէ բավարարված, այ իմ ամբողջ պարունակությամբ այդ օրը ամսի 21-ին կներկայանամ իմ հանրությանը եւ գիտեմ նաեւ որ շատ անգամ անծանոթ ուղակի ընթերցասերներ, որոնք անգամ անգիր գիտեմ իմ ստեղծագործություններից, որտեղ եւ տարվա ընթացքում կապի մեջ են լինում, այդ օրը ներկայանալու են, հանդիպելու ենք միասին։ Սիրելի Գեղանուշ, հետաքրքիր մի հարց եմ ուզում հնչեցնել, տեսեք, սովորաբար հայ ընթերցողը, հայ հանդիսատեսը, հայը Հայաստանում շատ դժվար է ընկալում եւ դժվար է ծափահարում, հա, դժվար է ընդունում։ Ու այսպես է ստացվում, որ մեր բոլոր արտիստները, մեր այն մարդիկ, որոնք մեր երկրում քիչ թե շատ հայտնի են եղել, դրսում շատ ավելի լայն հայտնիություն են ձեռք բերում։ Ձեր դեպքում ինչպես եղավ։ Այստեղ եւ այնտեղ այդ զուգահեռներն եմ ուզում անցկացնել եւ ինչպիսին է այժմյան քո ընթերցասերը։ Պահանջկոտ է, ինչպիսին է այն։ Կարծում եմ եւ նաեւ պահանջկոտ է եւ դա նաեւ երևում է անձնական նամակագրությունների արդյունքում, օրինակ եթե ինչ որ բան մի փոքրև ընդունենք տխուր նոտայով լինի, անմիջապես կասեն ինչ որ բան այնպես չէ եւ այլն։ Այսինքն ընթերցողի հետ կապը կա։ Անպայման, առանձին նամակագրություններով ավելի շատ, քան բացահայտ հանրային, այսպես ասած, մեկնաբանություններում։ Գիտեք, արդեն այս առցանց հարաբերությունները ավելի օգնում են քեզ այսպես ասած առավել հանրային լինելու համար, որովհետև առանց արգելքների ես դու գործում եւ արդեն հանրությունը ինքն է գնահատում, ինչպիսին ես դու հետևեն քեզ, սիրեն քեզ, իրենց հավանությունը իրենք են։ Բայց այդուհանդերձ այդ օրինաչափությունը շատ հետաքրքիր է ու ինչ որտեղ նաեւ զարմանալի, որ այստեղ դու այդ ամենը անում ես, ավելի քիչ ծափահարություններ ես ականատեսնում, իսկ երբ որ հայտնվում ես եվրոպական երկրում կամ Միացյալ Նահանգներում կամ այլ երկրում, այնտեղ ծափահարում են, հետո ստիպում են, որ գալ ու այստեղ ավելի շատ են ծափահարում։ Փոխաբերական իմաստով ծափել, հա, ընկալելը։ Ինչով եք պայմանավորում այդ մշակույթը։ Գուցե սփյուռքահայ լինելու հանգամանքը, չգիտեմ, ինչ որ դեր խաղում է, բայց այնուամենայնիվ ասեցիք նաև Միացյալ Նահանգներում էլ է երբ առաջին եւ վերջին անգամ պիտի հայտնվեի այդ մրցանակաբաշխությանը մի եւ անկեղծ ինձ նախապես ասել էին, որ այսպես ասած խստաբարող, խստապահանջ եւ այլն եւ նման ացականներով լեցուն մի միջավայրում ես հայտնվելու եւ ես գնացի ներկայացա առաջին անգամ մեծ իդեպ լսարանի առաջ եւ վերադարձից հետո արդեն օրինակ ինձ տվեցին ամենաառաջին մրցանակը։ Կապ չունի, դու ինքդ պիտի ներկայանաս եւ իրոք ինքդ պիտի վաստակես քո գնահատականը։ Շատ լավ, Գեղանուշ, նաեւ ես գիտեմ, որ դու
հենց նույն Պրահայում, հենց նույն Չեխիայում շատ լուրջ հայապահպանությամբ է զբաղվում, հայկական օրակարգն ես նաև համակարգում տեղյակ ես ամեն ինչից, այ ինչպիսին է այնտեղ հայ համայնքը, ինչ խնդիրներ կան, ինչով ես դու փորձում նեցուկ լինել այդ ամենին։ Շատ բարի, հնարավորինս փորձում ենք խթանել հայապահպանությանը, գոնե կարևոր միջոցառումներին, ընդունենք ապրիլ 24-ը, որ չմոռանան եւ մեր սերունդները եւ լավատեղյակ լինեն, թե ինչ օր է դա, կազմակերպում ենք միջոցառումներ, բարեբախտաբար կա նաեւ հայկական դպրոցը եւ մայրս էլ հայկական դպրոցում ուսուցչուհի է, հիմա էլ դաս է տալիս շաբաթօրյա դպրոցում, օգնում ենք նաեւ միջոցառումներին եւ այլն, ամեն կերպ փորձում ենք եւ անում ենք նաև կա միջոցառումներ անկախության օրերին, այսինքն տոնական օրերին գոնե կազմակերպում ենք երգի, պարի, ասմունքի, մեր պոեզիայով Իսկ ինչքանով է ստացվում հայապահպանությունը պահպանել, այսինքն նոր սերունդը, հենց դուք ձեր բալիկները, դուք ունեք 3 բալիկներ, Աստված օրհնի նրանց, եւ նրանց հետ ինչպես է կարողանում այնպես վարվել, որ մնան հայ իրենց հայկական էությունը, էթնոսը, տեսակը չկորցնեն, որտեղ զարգացած եվրոպական երկրում, որտեղ դու հաճախում ես դպրոց, պարտեզ, հասարակության հետ շփվում, այո, չեխական հասարակության մեջ դժվար չի հայ մնալը։ Բավական դժվար է ասեմ, եւ մեծ բան է կախված հենց մորից։ Հորից ծնողներից նույնպես, որովհետև ավելի մորից ավելի շատ ոչ ոք չի խոսում, եթե դու առաջնահերթությունը տալիս ես պահպանել քո մայրենին եւ հաղորդակցում ես մայրենիով եւ ոչ թե օրինակ զարկ ես տալիս, մենք ապրում ենք Չեխիայում, Պրահայում, մեր հաճախում ես չեխական դպրոց, առաջինը զարկ չենք տալիս չեխերենին, բայց միաժամանակ նաեւ չենք անտեսում եւ չենք ուզում Դժվար է համակարգել երկուսը մեկտեղում։ Կարծում եմ այդքան էլ չէ, նորից եմ ասում առաջնահերթության խնդիրը, եթե դու երեխան աչքը բացել է եւ լսել է մայրենի լեզուն, բոլորովին դժվար չէ։ Առաջին տեղում պահում ենք հայերենը, որպեսզի եւ ոչ միայն խոսել, նաեւ գրել, որովհետեւ դա շատ լուրջ խնդիր է, շատերը բադ են խոսում, ուր մնաց գրել, շատերը չեն կարողանում գրել։ Ծնողի ընտանիքի դերը շատ մեծ է, որովհետև ծնողներից է սկսվում հայապահպանությունը, նոր իհարկե հայկական դպրոցները արդեն 2 ունենք Պրահայում, 2 շաբաթօրյա հայկական դպրոց։ Շատ լավ, Գեղամուս ջան, նաև կցանկանայի հենց ձեզանից, ձեր շուրթերից լսել, ինչ խնդրի առջև է կանգնում հայը, որը գտնվում է Եվրոպական միությունում եւ փորձում է ստեղծագործել։ Այ ինչն է այնտեղ դժվարացնում կամ ինչն է այնտեղ գուցե հեշտացնում։ Այդ մասով մի փոքր ձեր փորձից կցանկանայի խոսեք։ Կարծում եմ առանձնապես խնդիրներ չկան, հիմա ինչպես ասացի համակարգչի միջոցով ամեն ինչ արվում է, երևի թե միակ արդեն խնդիրը դա ֆինանսականն է լինում, եթե ասենք ստեղծագործողը բախվում է, որովհետև գիտեմ շատ մարդկանց իմ մտերիմների, ովքեր ունեն հատորներով գրքեր, բայց տպագրվելու հնարավորություն չեն ունենում։ Սա է, այսինքն ազգամիջյան որևէ բախում, որևէ բան, որևէ պետությունը չի դրանով չեմ կարող ասել, ոչ, սա մարդու ազատ երկրում ենք ապրում բոլորովին, արհեստական բարդություններ չստեղծենք եւ չասենք, ոչ, միայն գիտեմ ֆինանսական, ուրիշ ոչինչ։ Շատ լավ, նաև կցանկանայի խոսեինք ձեր մյուս գործընկերների մասին, որոնք արդեն ձեր գրչակից ընկերների մասին, այ դուք որպես բանաստեղծուհի, ինչպես է գնահատում նրանց աշխատանքը, կա արդյոք գործակցություն, արդյոք միասին ինչ որ ստեղծագործություն, հա, ինչ որ բան է գրել եւ քննարկում եք, առողջ մթնոլորտում, ինչպես է ընկալում դա։ Ճիշտ ասած, որոշ կազմակերպությունների անդամ եմ այստեղ, որտեղ իրենք բավական հաճախ կազմակերպում են գիտաժողովներ, քննարկումներ եւ այլն, այ այդ առումով իմ հերու լինելը խանգարում է, որ անձամ ինքս էլ լինեմ, մասնակցեմ, որտեղ մի բան է ինչ որ կտորներ տեսնել, հասկանալ, ընդհանուր տպավորություն կազմել, թե ինչպես անցավ, մի ուրիշ բան է ներկա լինել եւ այլն։ Իսկ ընդհանուր կան գրքեր, որտեղ համահեղինակ եմ եւ բնականաբար ամեն մեկը իր գույնն է բերել այդ գրքի մեջ եւ ձևավորել ինչ որ մի գունապանակ։ Որոշներին իհարկե կարող ես առանձնացնել, որոշներին ուղղակի իմանել։ Այո, իհարկե։ Եվ փորձենք ամփոփել Գեղամուս ջան, ամսի 21-ին հայ ընթերցասերը ինչ ակնկալիքով պետք է գա ձեզ մոտ, հա, ձեր գրքի շնորհանդեսի ներկա լինելու, ձեր
ուղերձը, ձեր մեսիջը, խնդրեմ։ Ուրեմն այս անգամ համահայկական գրողների միությունը իդեմս պարոն Աբգարափինյանի ինքն է կազմակերպում միջոցառումը։ Ես կարծում եմ, որ հանդիսատեսը պիտի գա եւ մոտիկից եւ անձամբ ծանոթանա ինձ հետ, իմ ստեղծագործություններին, լսի կարծիքներ նաեւ տարբեր գրողների, ինձ ծանոթ մարդկանց եւ անգամ անծանոթ մարդկանց կողմից, ուղղակի ծանոթանա ինձ այնպես ինչպես որ եմ։ Եվ երևի ավելին ասել պետք չէ։ Չբացենք մյուս գաղտնիքները, ամսի 21-ին անակնկալները այն է։ Մեծ սիրով սպասում եմ ձեզ բոլորից սիրելի ընթերցողներ։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շնորհակալություն հրավերի եւ հարցազրույցի համար։ Շարունակում ենք թողարկումը երաժշտություն, արվեստ, հայկական համեր, ստեղծարարություն եւ հազարավոր այցելուներ մեկ վայրում։ Դիլիջանում առաջին անգամ անցկացված Armfat Fest 2026-ը քաղաքը վերածել է ժամանակակից հայկական մշակույթի մեծ եւ գունեղ հարթակի։ Green Rock-ի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնը մեկ օրում միավորել է հայկական երաժշտության սիրահարներին, արվեստագետներին, տեղական բրենդերին եւ ընտանիքներին, ստեղծելով տոնական մթնոլորտ, որտեղ հայկական ավանդույթները հանդիպեցին ժամանակակից մշակույթին։ Դիլիջանը մեկ օրով դարձավ ժամանակակից հայկական մշակույթի մայրաքաղաք։ Green Rock-ի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվեց Armfat Fest 2026-ը մեկ վայրում համախմբելով երաժշտություն, արվեստ, հայկական բրենդներ, արհեստներ, գաստրոնոմիա եւ ժամանց։ Villa 3 Coworking Hub-ի հարևանությամբ համերգասրահի տարածքում օրվա ընթացքում տիրում էր տոնական ու ստեղծարար մթնոլորտ։ Այստեղ կարելի էր ոչ միայն լսել հայկական ժամանակակից երաժշտություն, այլև բացահայտել հայկական մշակույթի տարբեր դրսևորումները նոր ու ժամանակակից ձևաչափով։ Փառատոնի երաժշտական գլխավոր հարթակում ելույթ ունեցան Գարիկ Ընտսոնը, Լավելի եւ Միքայել Ոսկանյան and Friends խմբերը։ Նրանց կենթանի կատարումներին հաջորդեցին DJ սեթերը, որոնցում հայկական երաժշտական մոտիվները ստացան նոր ու ժամանակակից հնչողություն։ Դե իսկ այցելուների եւ մասնակիցների կատարմամբ հայկական ավանդական պարերն էլ ավելի զարդարեցին փառատոնը։ Բայց Armfat Fest-ը միայն երաժշտություն չէր։ Փառատոնի այցելուները մասնակցեցին հայկական ավանդական արհեստների վարպետության դասերի, ծանոթացան ձեռագործ արվեստի եւ ազգային զարդանախշերի ավանդույթներին։ Մարքեթ զոնում ներկայացված էին ժամանակակից հայկական դիզայներական ու ձեռագործ բրենդներ, իսկ ֆուդ կորտը հնարավորություն էր տալիս բացահայտելու հայկական խոհանոցի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից համերը։ Արմատը դա մեր արմատներինն է, մոտեցում մեր արմատներին, բայց նորովի, որ երիտասարդները հասկանան արմատների դա մեր հիմքն է, դա մեր մշակույթն է, բայց նա կարող է լինել հետաքրքիր եւ ֆանտաստիկ, որը հիմա դուք տեսնում եք Դիլիջանում։ Մենք ունենք 1800 գրանցում, որոնք գրանցվել են տարբեր Հայաստանի բոլոր վայրերից եւ իհարկե մեր հյուրերը, զբոսաշրջիկները Ռուսաստանից, արտերկրներից, Եվրոպայից, որը ինքը հետաքրքիր ֆեստ է, որ մենք ուզում ենք սա ամենամյա լինի, ոչ միայն այս տարի, սա սկիզբն է, մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որ մյուս տարի ինքը լինի ավելի հետաքրքիր, ավելի մեծ, ավելի շքեղ, փորձել ենք հայկական արվեստը մշակույթը ցույց տանք այստեղ։ Իսկ ամենափոքր այցելուների համար գործում էր Kids Zone-ը հայկական խաղերով, ստեղծագործական ու ինտերակտիվ ծրագրերով։ Այսպիսով Armfat Fest-ը դարձավ իսկապես ընտանեկան փառատոն տարբեր սերունդների համար։ Այսօր մենք ներկայացրել ենք մի քանի վարպետաց դասեր, որոնք նաև թեմատիկ էին, այսինքն ազգային էին, մեծերի եւ փոքրերի համար։ Ներկայացրել ենք Որդան Կարմիրով վարպետաց դասեր մեծահասակների համար, տեխնիկագործություն մեծահասակների համար, իմիջիայլոց ազգային տեխնիկագործություն, որովհետև թե կտորի նախշը, թե պատմությունը, որ հաղորդում էինք բոլոր ներկաներին, ազգայինի մասին էր։ Եվ մանկական զոնայում ունեինք փայտե իրերի նկարազարդում,
եւ ապլիկացիաներ, որոնք էլի ազգայինի թեմային մեջ էին։ Շատ զարմացած ենք, որտեղ չէինք սպասում, որ ազգայինի թեման այսքան հետաքրքրում է մարդկանց։ Իհարկե շատ ուրախալի փաստ է։ Մենք 100-ից ավել մասնակից ունենք երկու տարբեր զոնաներում մեծերի եւ փոքրերի համար։ Հատկապես ուզում եմ ուշագրավել, որ Որդան Կարմիրով են հետաքրքրվողները, քանի որ թվում է թե տպավորություն է, որ Որդան Կարմիրը միայն գրքերից եւ ֆիլմերից ու պատմություններից պետք է մենք հիշեինք, բայց բոլոր ներկաների մեծ մասը ուղղակի փորձառությունը ունեցավ Որդան Կարմիրի։ Օրվա ընթացքում Դիլիջանը միավորեց հազարավոր մարդկանց, արվեստագետների, երաժիշտների, ստեղծագործողների, տեղական արտադրողների եւ պարզապես հայկական մշակույթը նորովի բացահայտելու ցանկություն ունեցող այցելուների։ Armat Fest 2026-ը դարձավ Green Rock-ի այն տեսլականի արտահայտությունը, որտեղ մշակույթը, զբոսաշրջությունը, ստեղծարարությունը, կրթությունն ու համայնքային կյանքը հանդիպում են մեկ միջավայրում։ Եվս մի քանի ամիս է, ինչ ապրում եմ Դիլիջանում։ Այստեղ հաճելի ու հարմարավետ պայմաններ են ստեղծված։ Վիլա 3 Community Hub-ում մարդիկ շատ հետաքրքիր են, խորքային ու վառ անհատականություններ։ Հրաշալի երեկոներ ենք անցկացնում, շփվելով եւ զրուցելով։ Ոմանք զբաղվում են բիզնեսով, ոմանք ՏՏ ոլորտով, իսկ մյուսները տարբեր այլ ուղղություններով։ Միշտ հետաքրքիր է միմյանց հետ մտքեր եւ փորձառություններ կիսելը։ Այստեղ նաեւ մշակութային փոխանակում է տեղի ունենում, իսկ հենց վիլան շատ հարմարավետ է։ Աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ եւս առկա է։ Ամեն ինչ գեղեցիկ է, ոճային, ժամանակակից եւ շատ էսթետիկ։ Դե իսկ փառատոնն էլ հրաշալի է։ Ես վայելում եմ յուրաքանչյուր պահը։ Դիլիջանում առաջին անգամ անցկացված Armat Fest 2026-ը քաղաքը վերածեց ժամանակակից հայկական մշակույթի մեծ ու գունեղ հարթակի։ Ավելի քան 2000 այցելու ունեցող այս փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա։ Armat Fest-ն ավարտվեց, բայց թողեց գլխավոր ուղերձը։ Հայկական մշակույթը կարող է լինել միաժամանակ արմատավորված, ժամանակակից ու վառ, իսկ Դիլիջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է դառնալ այդ մշակութային հանդիպումների կարևոր հարթակը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 10-ից 16-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։ ՆԳՆ համայնքային ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները, 2 անձ ձերբակալվել է։ Վերջին երկու շաբաթների ընթացքում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, նյուրոնաամաններ եւ եկեղեցական այլ պարագաներ։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաեւ Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների եւ պարեկների հետ։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի բնակիչ 30 եւ 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհին Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին եւ Nissan Magnishի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է նաեւ, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, գողոնի մնացած մասը հայտնաբերվեց մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Դավթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։ Թմրամիջոցի 51 փաթեթ հայտնաբերվել է։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավթաշենի Գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ իր կողմից շահագործվող Porsche Magnishի մեքենայով հանդերձ բաժինը ներկայացրել 35-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ, ընդհանուր 26.33 գրամ եւ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ
100-գրամյան ալիքի օգտատիրոջից իրացնելու նպատակով ձեռք է բերել 50 փաթեթ կրիստալ տեսակի թմրամիջոց, նախնական նրա հաշվին փոխանցելով $300։ Հայտնել է նաև, որ փաթեթների մի մասը մեքենայում է, իսկ մեկ փաթեթ արդեն իսկ տեղադրել է։ Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով 16 փաթեթ, ընդհանուր 21.39 գրամ քաշով։ Նախաքննությունը շարունակվում է։ Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ եւ զենք զինամթերք են հայտնաբերել։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին ժամը 12:45-ին Մեծ Մասրիկ գյուղի գազալացակայանի մոտ թմրամիջոց ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարակերտ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու, հիմնավորվեցին նաեւ ոստիկանների մյուս կասկածները։ Բաժնում տղամարդն ընդունեց, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է տանել ունի, զենք զինամթերք եւ աճեցնում է կանեփ։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը Դարակերտ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի 2 հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 48-ամյա բնակիչը Ջրածոր գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է ապօրինի հանքարդյունաբերություն։ Օգոստոսի 12-ին ձեռնարկած միջոցառման արդյունքում հիշյալ վայրում հայտնաբերվել են հատուկ տեխնիկա եւ խճաքարի հումքով բարձած 2 բեռնատար։ Բաց բաժնետիրական մի ընկերությանը պատկանող թրթուրավոր տեխնիկայի եւ բեռնատարի 2 վարորդները ներկայացվել են վարչություն։ Ըստ փաստական տվյալների, ապօրինի արդյունահանված խճաքարը 10 բեռնատարներով տեղափոխվել է բաց բաժնետիրական նույն ընկերության տարածք։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին, երկուսն էլ կալանավորվել են։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի եւ Երևանի բնակիչ 2 երիտասարդ պարբերաբար փորձում են կատարել բնակարանային գողություններ եւ որոշ դեպքերում հաջողել են։ Նախապատրաստական որոշակի գործողություններից հետո երիտասարդները վերցվեցին օպերատիվ հսկողության, նպատակը նրանց անցապաստով բռնելն էր։ Օգոստոսի 6-ի երեկոյան Էջմիածնի 31-ամյա բնակչի վարած Հոնդա մակնիշի մեքենայով նրանք մեկնեցին Մայրաքաղաք, գտնվելով օպերատիվ հսկողության տակ մտան Օհանովի փողոցի 2 եւ Բաբաջանյան փողոցի 4 տարբեր շենքեր, սակայն որևէ բնակարանի դուռ բացել չկարողացան։ Այնուհետև տղամարդիկ վերադարձան 31-ամյա երիտասարդի տուն, թողեցին Հոնդան ու Մերսեդեսով մեկնեցին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց։ Այստեղ մտան շենքերից մեկի շքամուտք, բայց այս անգամ էլ դռները փակ մնացին։ Իսկ շքամուտքից դուրս գալիս նկատելով ոստիկաններին երիտասարդները դիմեցին փախուստի, այդ ընթացքում Մերսեդեսը թողնելով Էջմիածնի Շիրազի փողոցում։ Փախուստը կարճ տևեց։ Ժամը 23-ի սահմաններում Էջմիածնի տարբեր փողոցներում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Մերսեդեսը Շիրազի փողոցում վերցվեց հսկողության։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվեց, որ տղամարդիկ մինչ այս էլ Երևանում եւ Էջմիածնում կատարել են առնվազն 2 բնակարանային գողություն ու մի շարք փորձեր։ Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է։